Բարի լույս բոլորին, ինչպես եք, բարի առավոտ, բարի խաղաղ կիրակի օր, այսօր կիրակի է, իմ ուրախությունը էլ ավելի է կրկնապատվել, որովհետև ես տանը ու ուրախ եմ շատ, ճիշտ է, երկար չկարողացա քնել, երկար քնելուց գլխացավ է առաջանում ինձ մոտ, հիմա այդ վիճակն է, ու վազեցի խոհանոց, եկա խոհանոց ինչ տեսնեմ, սովորական կոֆեն վերջացել է և պելե կոֆե պետք է խմենք, ասեմ, որ առավոտ շուտ պետք է խմային սովորական դառը սուրճ, սրանով կբավարարվենք, մինչև օրը բացվի, բարին էլ հետը կգնա սուրճ կառնի, կոֆե կառնի կգա ինքոն տոք, ջերմ, արևոտ եղանակա, տաքա, ես էլ կոֆեն սարքեմ, արդեն ջուրը եռացել է, շատ քիչ, քաղցրը քիչ, գոնե այն դառնության տեղը զգացվի, այն որ կոֆե չի լինում, մեկ-մեկ գնում են հարևանից, որ բան են չէ ոզում, գնամ ասեմ Ամալիա, մի գթալ կոֆե տուր, իհարկե դե չի նեղվի, չի տենց բանանի, միշտ էլ լավ հարևանները բա ինչի համար են, լինում է չէ, դեր մոտ էլ կլինի նման բան, երբ որ մի բան չի լինում, այն որ արջով վստահ դիմում ես լավ հարևանին, եղել են, ինչու չէ, ինչու խաբեմ, որ չի եղել, մի բան խոսքի գիշերով նայել եմ, տեսել եմ, բան եմ սարքում, աղջկա կամ բուսայուղ, գնացել, բերել եմ, կամ հակառակն է եղել, և նման բաները անվերադարձ են, և գիտեք ինչ, դա ինչի մասին է խոսում, հարգանքի և մարդ տեսակ լինելու մասին, որովհետև այնքան մարդիկ կան, ինչ-որ մի բան ուզես վերցնես, ձեռք չեն մեկնի, չեն տա, ունենանել, լցնեն տունը փչանա, բայց ոչ մեկին ոչ մի բանով չեն աջակցի, չեն օգնի, և ինչու եմ միշտ ասում, բարի եղեք մարդիկ, չկա մի մարդ, որ մի հոգս, մի մտածմունք չունենա, բոլորս էլ հոգսի մտածմունքի տեր ենք, եթե ներշնչենք, առնենք, նստենք, մտածենք, ապա առանց այն էլ մեր կարճ կյանքը ավելի կբարդացնենք, թող այս 26 թվականին ոչ մի բարդություններ չլինեն ձեր կյանքում, եթե առողջական խնդիրներ լինեն, թող անցողիկ լինեն, անցողիկ, տակ եղանակա, այն որ կարելի էր այդ կոֆեն պատշգամբում խմել, բայց կեսօրին որ կոֆե դնենք, այն իսկական կոֆեից դուրս կգամ պատշգամբ, հիմա մեր կոֆեն խմենք, և իմ քրոջ ծնունդն է, Գոհար ջան, ծնունդդ շնորհավոր, քեզ առողջություն, հաջողություն, չնեղվես, ինչու եմ ասում չնեղվես, որովհետև ամսի 15-ին մեր քրոջս տղային Կարենից տանում եմ բանակ, չնեղվես, ես էլ Աշոտին ճամփեցի, ճիշտ է դժվար է կողքից, դժվար է շատ, կողքից է հեշտ թվում, բայց ես էլ 2 տարի լուռ ու մունջ, ինչու չէ նաև տխուր ուրախ, սպասեցի և Աստծու հաջողությամբ Աշոտը եկավ, այնպես որ չնեղվես, ամեն ինչ լավ կլինի, փառք Աստծու արդեն ծառայությունը տարի ու կես է, կես տարի ինձպես ավել չսպասի, ինչ եմ ասում, ծնունդդ շնորհավոր, քո ընտանիքի, քո երեխաների, թոռնիկի հետ միասին, ինչու չէ, նաև մեզ հետ միասին լինես ուրախ, առողջ, շրջապատված լինես լավ մարդկանցով, քեզ բարի տարեդարձ այսօր, հեռու ես, մոտիկ չի որ գամ, ես հարավ եմ, դու հյուսիս ես, բայց ամսի 14-ին կգանք, ծնունդդ էլ Կարենի բանակի քեֆի հետ կնշենք, այնպես որ չտխրես, երեկ գիշեր եմ գրել շնորհավորել, այսօր կզանգեմ նորից, միշտ այդպես ուրախ ու ջահել լինես, սա էլ շնորհավորանքները քուրիկիս Գոհարին, դե լավ գնանք կոֆե խմենք, շատ խոսեցինք։
կարևորը դառնա։ Իսկ դառնությունն է դուր գալիս։ Ամսի 14-ին լավ լինի ճանապարհները, բաց լինի, գնանք, հասնենք, ճանապարհենք, հետ գանք։ Այնպես որ Ստեփանավանում էլ գիտեմ շատ հետևորդներ ունեմ, երեք ուղիղ եթերի ժամանակ էլ էին գրել, հարցրել, այնպես որ Ստեփանավանի հետևորդներ, ես ամսի 14-ին կգամ ձեր սիրուն քաղաքը, սիրուն, բայց ցուրտ քաղաքը, կոֆեն խմեմ ու մտածեմ ինչ եփել այսօր, ինչ եմ պատրաստելու, իհարկե արդեն ես ոնց որ թե որոշել եմ ինչ եմ սարքելու, վայքի ավանդական կերակուրներից մեկը կարշում եմ պատրաստելու, մի մեծ կաթսայով պատրաստեմ, խաշի տեղ ուտվում եմ, կաթ էլ կա, կաթով եմ պատրաստում են առանց կաթ, նաև կաթով, կպատրաստեմ, կտեսնեք, ինչ հետաքրքիր է պատրաստման ձևը, իհարկե մի քիչ երկար պրոցես է, բայց որ էփեմ, ճաշին պատրաստ կլինի, նախաճաշի ինչ որ մի բան կուտենք, ճաշին հաստատ կարշումը պատրաստ կլինի, բանջարներս էլ պահում եմ պատշգամբում, հատուկ տեղ կա, պարկի մեջ, ասա դուրս գամ բերեմ, թողեփվի, ես էլ անցնեմ իմ գործերին, գնանք, բերենք, դուրս գամ պատշգամբ, կարշումը վերցնեմ ու մի հատ էլ եղանակը, կապույտ խաղաղ երկինք, արևն էլ նոր է դուրս եկել, աչքերս ծակեց, սպիտակն ու արևը հենց մարդու աչքերի համար վնաս են, հենց նայում ես, ուզում ես արդեն փռշտալ, լավ, թող ջուն չգա այս քանի օրը, տեսնենք ինչ ենք անում, բանջարը վերցնեմ ու գնամ, ահա, սա էլ կարշումը, այսօր կարշում եմ պատրաստում, կարշումի փառատոնին գնացել եմ Ազատեք գյուղում, մասնակցել եմ, այքի մարդկանց սիրած կերակրատեսակներից մեկն է, օրինակ Եղեգնաձորում, ինչքան գիտեմ, կարշում չեն ուտում, կարշումն էլ հավաքել, ահա, տեսեք, ցողունները, տերևները մենք ես պոկել հեռացրել եմ, միայն ցողուններն են ուզում, տես տերև մնացել է, այս տերևն էլ օգտագործում եմ որպես համեմունք, տերևները չենք օգտագործում, ինչ լավ կանաչ մնացել է, հետևեք և կտեսնեք ինչ հետաքրքիր կերակրատեսակ է սա, ահա տաք ջուրը բացեցի և վերցնում եմ մի հատ սպունգ, տեմուից վերցրած, նոր, մի հատ այս լվացարանը լավ լվանում եմ, մաքրում, որովհետև կարշումը այստեղ լավ պետք է լվանալ, չնայած լվացարանը միշտ էլ ամաններ լվանալուց հետո ես մաքրում եմ, մաքուր է շատ, բայց մի հատ է լավ լվանանք, որ կարշումը թրջենք, դե որ մաքրվեց, սա փակում եմ, կարշումն էլ պետք է լցնենք, այսքանը, պետք է լավ լվանան, որովհետև գիտեք, չորացնում են, փոշի է, համր տաք ջրով մի հատ ինքը կփափկի և կտեղավորվի կաթսայի մեջ, լավն է, չէ, քիչ այսի, այս էլ կլցնենք, այս ճյուղերն էլ մի անգամից եկին, ջուրը բաց եմ թող գնա,
այստեղ դնեմ, նորից հատ-հատ պետք է նայեմ, նոր տեղափոխեմ կաթսայի մեջ։ Տաք ջուրա եւ այս կարշումը ոնց են կեփում։ Առաջնահերթ այս կարշումը, բանջարը նախապես պետք է եփեմ, որովհետեւ եթե բոլոր բաղադրիչների հետ գցեմ եփեմ, ինքը ուշ է եփվելու։ Եվ տեսնում եք, չէ, հատիկ լվանալուց հետո ես այսպես հատիկ աչքի տակով անցկացնում եմ ցողունները, որ ինչ որ մի բան մեջը չլինի։ Ահա։ Նայում եմ, մի քանի անգամ շուռումուռ տալի։ Ահա։ Այս թելը, որ կապել էի, թելը հանեմ, թել կա, դե պարզա, որ կապում ենք թելով։ Կերակրատեսակը պատրաստում են, նույնիսկ հյուրեր կարող են կանչել, այն ոնց է խաշ են դնում եւ ուրախանում են, չէ, ոյ խաշ են ուտում, խաշ են ուտելու, նույնն էլ էս կարշումն է։ Վայքի բնակիչները շատ սիրում են ու գարնանն էլ պարտադիր գնում են կարշում հավաքելու։ Այս կարշումը ես հավաքել եմ Վայոց Սարից։ Գնացել եմ, Ամալիայից հետ էի գնացել, վլոգ էլ նկարած ունեմ։ Այդ Վայոց Սարում է շատ լինում կարշումը։ Եվ այդ սարն էլ հրաբխային սար է եղել, Մոզ քաղաքն է ավիրել, պատմական Մոզ քաղաքն է ավիրել, լսած կլինեք պատմական աղբյուրներից, ինչու՞ չէ, նաև ես էլ եմ ասել։ Ահա։ Եվ սա նախապես պետք է եփենք, օй մոռացա։ Սաղ թողեվի, կաթը հանեմ։ Այս ճաշատեսակը կաթով ենք պատրաստում։ Այս թողեվի, սա կփակեմ, կաթը անենք սարցախցիկից։ Ուջուրի մոմոջներ կամիս, ինչ ենք համելում Չէ, սա քիչ է։ Այս փոքրն էլ հանեմ, լցրել էի փոքրի մեջ, պես մի բան լավ չեղավ, որ կաթը պետք է գիշերը հանեի, լավ ոչինչ, փակեմ թողեվի, սա պետք է պարտադիր նախապես եփեն, եփելու ձևը մանրամասն ես ցույց եմ տալիս, տեսեք հերթականությամբ ու դուք էլ սարքեք։ Դե բաղադրիչները հերթով պատրաստում եմ կաթ, պարտադիր ես կաթով եմ եփում ու այստեղ աղացած ձավար եւ ոսպ։ Մի լավ ընկույզ, յուղով չենք պատրաստելու։ Շուռումուռ տամ։ Պոպոկ եմ կոտրում, կարշումի համար էլ պետք է մի լավ պոպոկ կոտրենք, մի թաս։ Որ ճաշ, կարշում եմ սեպ։ Կարշվի։ Հա, կարշում, սիրում ես, չէ, ոնց պարեց Լիլիթը, հա, համով է ճաշի, բոլորը սիրում են, լավա, երեխեքս բոլորն է սիրում են, ինքան համով ճաշա, պետք է ուտեք, որ համը զգաք, պատկերացնեք, ընկույս յուղ չենք լցնում և յուղին փոխարինում է պոպոկը, դե մեր վայքի պոպոկն էլ լավ յուղոտ պոպոկ է, համով,
Ոյ։ Կոտրած պոպոկները վերջացել են և կոտրեմ նստեմ մաքրեմ։ Մի կողմից լվացք եմ լցրել մեքենան, մի կողմից շորեր ենք լվանում, մի կողմից ճաշ, ձեր մոտ էլ այդպես չէ, առաջինը ուտելիքի հարցն ենք լուծում, հետո նոր ձեռքի հետ տուն, մուն, մաքրում ենք, լվանում ենք, գրել եք նազ վլոգները, րոպեները, կարճացրել ես, այո, կարճացրել եմ, և պահանջում եք, որ Աշոտն էլ նկարվի, մի քիչ էլ համբերեք, գարնանը կնկարվի Աշոտը, համել հենա 7-ին արթնացել, գնացել է աշխատանքի։ Եվ անջատում եմ, արդեն բոլավորվի ու կապշմները հանեմ, որ սարի, պետք է կտրատեմ, ոյ ինչ գոլորշի է, պետք շատացավ, բայց դե շատ չի, շատ պետք է լինի ես կարշումը, որ մի երկու հատիկ չլինի մեջին, պարտադիր պետք է այսպես խաշենք ու ես ջուրն էլ թափենք, տանեմ, թափեմ, և լվացքը պատրաստեմ, միակ գործը, որ չենք տանջվում, լվաց, տվեց մեզ, տանենք փռենք թոչորա, փռեմ թոչորանա, սպիտակ շորեր են, և այս մեծ կացայի մեջ եմ էփելում, սա արդեն սառեց և սառեց կտրեմ, տեսնեմ դանակով է հարմար, թե մկրատով, բարդ գործ է, բարդ, փորձենք տեսնենք, ոնց է հարմար, կարող է տախտակի վրա դանակով կտրեմ, բա պետք է փոքր, մանր, փոքր կտրատենք, չգիտեմ ոնց լավ է, թմա մկրատով, դժվար պատրաստվող կերակրատեսակ է, միևնույն ժամանակ էլ շատ համով, աշխատատար է և ինչու ես որոշեցի կիրակի օրը պատրաստեմ, որովհետև տանն եմ, աշխատանքից էլ որ գամ, չեմ հասցնի, մինչև էփեմ, կմնա հաջորդ օրը կուտենք, չնայած նման կերակրատեսակները պատրաստում են հաջորդ օրն են ուտում, ինչու, որովհետև մնում է ավելի համովանում է, տեսեք արդեն ինքը համարյա էփված է, մի քիչ էլ էդ ոսպի ձավարի հետ կեփվի ու փափուկ կլինի, փոքրիկ կտրոններ, այսպես, դե ինչ որպեսի դուք էլ չհոգնեք, այդքան ես որ կտրատեմ երևի մի կես ժամ կտևի, իմաստ չկա ցույց տալ, ահա կտրեցի, այսքան եմ կտրել և այստեղ էլ այսքան մնաց, բայց գիտեք ես հիմա ինչ եմ ուզում անել, ուզում եմ ձավարը, ոսպը, ուզում եմ ոսպն ու ձավարը դնել թող էփվի, հետո էլ արդեն կտրատած
կարշը կավելացնեմ, չգիտեմ ես քանը բավականա թե չէ, մի փոքր լցնեմ, քարմար չլինի մեջը, այսի սենց, չէ, շատ մաքուր էր, այստեղ տեսնում եք, համ մկրատով կտրեցի, համ դանակով, նույնիսկ նոր դանակ վերցրեցի, բայց ոնց հասկացա մկրատով ավելի հեշտ է, ու ձավար, շատ չէ, պարտադիր աղացած ձավար պետք է լցնենք, ահա, սա էլ է մաքուր, լցնեմ, լվանամ ու դնեմ թողարկվի, ինձ էլ մի քիչ է մնացել, լվացի բերել, ջրով եմ բերել, որ մի անգամից լցնեմ կաթսայի մեջ։ Քնել եք, կոֆե չկա, բան պիտի գնաք կոֆե առնեք, և վերջացրեցի, ինչպես տեսնում եք, գերակշռողը պետք է կարշմը լինի։ Այս բույսի չգիտեմ գրական անունը ինչ է, բայց մենք վայքում կարշմ ենք ասում, ու այստեղ էլ տեսեք, ավել են մնացորդներն են, են կոպիտ մասերը չեմ գցում, իհարկե հուսելուց էլ ենք հեռացնում, բայց ոնց էլ չլինի մնում է, սրանք չեմ օգտագործում, գցում եմ, նոր սկսում է եռալ և ես հասցրեցի, հաստատ շատ չի, գերակշռողը պետք է այս բանջարը լինի։ Ինչը աշխատատար է, չէ, տեսակ մանրակրկիտ, գործ է, մաքուր, տեղը տեղին պետք է անես, որ հաճույքով ուտես, տաք ջուր եմ ավելացնում վրան, որ եթե սառը ավելացնեմ, են չի լինի, պետք է անպայման տաք ջուր ավելացնենք, լավ պետք է և Սրանք էլ այստեղից վերցնեմ, պետք չի գա, ժամերով էպվելու է, ուզում եմ ցույց տալ, թե ինչքան ջուր լցրեցի, դեռ էլի եմ լցնելու, սա թող էպվի, լավ պետք է էպվի, ոսպը ձավարը, ահա ամենաշատը տեսեք, երևում է մեջը կարշմը, և վերջապես օրը լավ ճաշ, կեսօր մենք նոր մեր սիրած կոֆեից լեսկոյի ջամբոն է, ամենադառը սուրճն է, դառը, այս ինչ բուրմունք, այս ինչ հոտ, նստենք վայելենք, կարևոր է այս կարշմի արարողությունից կեսը էլ իհարկե պրծա, մի քիչ լցնենք այստեղ, ձեռքի տակ, աչքի դեմ, ոնց են փաթեթ, ասենց, նորից փաթաթենք, պահենք, դնեմ այստեղ, սել կարշմը, վերջապես, վերջ, գնանք վայելենք, աղամ պոպոկը, գիտեք, դե յուղ չենք լցնում, այս պոպոկը պետք է աղամ, գնացինք աղալու, արդեն այստեղ մսաղացը դրել եմ, տեսեք, հին ավանդույթները շարունակվում են,
էլեկտրական մսաղացով չեմ աղում, սա չի լինում տակը դնել, ավելի լավ է թուղթը դնեմ հաստա։ Ես էլ այս թղթի կտորը կդնեմ ամրացնեմ, որովհետև կահույքը այդ սեղանի վրա խազակցում։ Ամրացնեմ ու աղում։ Այսպես աղանք լցնենք սրա մեջ։ Կարևորը դժվար չի, հեշտ է աղացվում։ Այսքան էլ պոպոկը աղացի ու այս կերակրատեսակը համարվում է ծանր։ Ինչու է ծանր, որովհետև տեսեք ինչքան պոպոկ եմ լցնում ու յուղի տեղ, յուղ չենք օգտագործում, ինքը հեստեղով յուղ է։ 2 գթալ ալյուր եմ լցնում, ալյուրի փոշի էլ պետք է տանք, ես թվում է այսքանը բավական է, կարմիր պղպեղ, ալյուրի հետ խառնում եմ, որ սպիտակ գույն չլինի, ճաշի մեջ, եռացրած է, տաք ջուրը ավելի լավ է, չի գնդվում, Ես այս ճաշի փոշին եմ տալի, պոպոկ եմ լցում։ Լելիկա։ Բա, անհամբեր ես դու, գնում գալիս է Լիլիթը, որ ուտի դեռ ճաշն էլ չի եղել, չէ։ Բա, այդքան դժվար է, այդքան բարդ է սրա։ Դժվար է, բայց համեղ է։ Այո, շատ համեղ է, շատ։ Հերթով բաղադրիչները պետք է ավելացնենք, պետք է իրա հետ էլ էպվի, որ համեղ լինի, իրա հետ է պետք է էպվի, համարյա էպվել է, հավասար, վերջ և ընկույզն եմ լցնում, ես ամենը լցրեցի։ Այս ընկույզը։ Փոշին, ալյուրի։ Լցրել եմ, բայց պակաս է, մի քիչ էլ աղ։ Դեռ սա էլի պետք է էպվի, Այս ճաշատեսակը սխտորով են ուտելու։ Եվ կաթել եմ ավելացնում, պարտադիր։ Կաթով յուրահատուկ համ է լինում, ճիշտ է ինքը գույնը մի քիչ սպիտակում է, բայց շատ համով է լինում կաթով։ Մոտ 1 բաժակ, կույզը լցնելուց հետո, կարմիր պղպեղը լցնելուց հետո պետք է մի 20 րոպե եռա, որ այդ ալյուրի համը վերանա, ճաշն էլ, ահա տեսեք, կարշումն էլ մի քիչ գույնը փոխեց ու մի քանի րոպեից կանջատեմ, կուտենք, Լիլիթը գնում գալի անհամբեր սպասում է, պետք է խառնեմ, որ տակն էլ չկպնի։ Ես էլ այստեղ խմորեղեն եմ պատրաստում, ալյուրը մաղել եմ, լցրել այստեղ, կարագով պետք է փշուր անեմ, հիմա կտրեմ, քանի տանն եմ, թող խմորեղեն սարքեմ։
Հոտ երևի 200 գրամ կարակ կլիներ սա։ Ու սոդա եմ է։ Չէ, ոյ Լիլի, կլինի, տեն մեկ չէ, ինքան համեղ այս ճաշը, որ Լիլիթը իչքան է հավանել, գնում գալիս է, որ ուտի, չէ Լիլ։ Լիլիթ հլը մի րոպե ինձ մի խանգարի, ես խմորեղեն եմ սար։ Ես խանգարում եմ, էդի չես սարքում։ Խմորեղեն։ Որից սարքես։ Հեն դու չես իման արդեն։ Չէ դու ասել ես, ինձ տակքիր է աղոր շատ։ Այսի աշնա սիրում պոպոկով, տենց մեջը էլ ինչ եմ լցնում, պոպոկա, չիրա, մի խոսքով համեղրա, Կաղա չի չլսնես։ մի փոքր մածուն, ահա, թթվասեր չարժի լավ լցնել մածուն, կես բաժակ, Անունը ինչ է։ ինչի, Այդ տորթի ինչու։ չգիտեմ, ինչ ստացվի, են էլ անունը կլինի, կարևորը աշոտն է ուզե, ես աշոտի համար եմ սարքում, կես բաժակ մածուն և սոդա, կես թեյի գթալ էր սոդա, նախապես դնում եմ, որ հետո չխառնվեմ իրար, փշուրիկներ անեմ, ամանը մեծ եմ վերցել, որ հեշտ լինի աշխատելը, լավ տրորվեց, կարակն ու ալյուրը խառնվեց իրար, ու հիմա ես ես նախապես դրած սոդան մածունով Լավ, փափուկ գունդ է լինելու, մի փոքր էլ թթվասեր ավելացրեցի և իհարկե էլի ալյուր, շատ փափուկ է, ալյուրը լցրել եմ այստեղ, որ քիչ-քիչ հունցելով ավելացնեմ, գիրակի է ավելի գործերը շատ է ու ես ուրախ եմ, որ հոգնած չեմ, էներգիաս տեղն է, կարողանամ դա բաներ պատրաստել, խմորը որ կպնի, մերվի, լավ փափուկ խմոր եղավ, տեղափոխում եմ այստեղ, որ ինքը փակ ամանով է, փակ լինի, չչորանա երեսը, ահա, վերջ, կես ժամ թող մնա, տեսնենք այստեղ ինչա կատարվում է, բլբլթում է, ոյ, հովեսին, ահա, գույնը եկավ տեղը, չէ, սկզբից շատ սպիտակ էր, երևի տեսակ, ասեցիք ես ինչ ճաշ պետք է լինի, բայց համեղա, սխտոր չեմ լցնում ընդհանուրին, սխտորը ըստ ճաշակի է, մարդկա չի սիրում, վայ չուտողին ես կասեմ, ես ինչ համով է, շատ համով ընտիր, համեցեք կարշը մուտելու, համեցեք, ընկույզվեր եմ, նամ գամ ու սա կանջատեմ, թող յարա, մինչ այդ, այսա կկոտրեմ, բայց միասին նայենք ու անջատենք, Երբ հալին։ հը? Երբ հալին։ Հենց հիմա լինելու է, եղել է, Լիլիթ հետ ինչ համով է եղել, ահա, ահա մի նայեք է, ընտիր, ոչ շատ պինդել չի, ջրալի էլ չի, նորմալ,
Ես սոված առամ։ Վայ, Շոր ոչ մի բան չեմ գերել։ վայ Լիլիթ։ Երկու հատ նուռ եմ գերել։ Ահա, եւ վերցիրելի հետևորդներ, F6 էս համեղ ճաշատեսակը, Մամ, ինչ է ասեցիր կերակրատեսակը, վայք մի արա, շերեփ վերցին, Հետո շերեմ։ վայքի ավանդական կերակրատեսակներից մեկն է, կարշմը, Սոված մեռան։ Սատկար, Սատկամ։ հա, Մինչև խարար, խոսար։ Հա? մինչև խարարը որն է, Խարար եմ ասում, խարնար։ նոյեքը, Դիմացիս է տալիս։ Քիչ լիքամ։ հա, Բայց մի հատիկ էլ մի քիչ։ Всё, всё։ Խիպես։ որ երևա, դնում Լավ, եմ ստե, դու պետք է հիմա այստեղ, հատականը ասում ես, տակա, բայց իհարկե քիչ վերցրու, Դիլիթ, համով է, իհարկե շատ տաք, չթողիր մի 5 րոպե մնար սառեր, հա, սպասում ենք, մի ամբողջ ժողովուրդ քո կարծիքին է սպասում, խոսա, Համարը, ես գնացին կարշումը ստեմ ինչ ասել։ սենց կարշեմ ես երբեք չէ եփե, նայ, ընտիր, Կաթս լեցե։ կաթով, Այդա։ կաթով է համանում, ես չեմ սիրում, հիշում ես առաջի անգամ անոհոր քուրենց տուն կերոմ կորշումը, դե մենք Արտաշատից ենք, մեր մոտ սենց բանջար չի եղել, առաջի անգամ ես վայքում եմ կերել, են էլ ամուսնուս հորաքույրներ եփել, ընտիրեր է համը, այդ օրվանից ես սիրեցի այս կերակրատեսակը, այնպես որ շնորհակալություն անոհոր քուրին, որ այդքան շատ համով էր եփել, չէ, ես էլ հավանեցի ու դարձավ իմ սիրած կերակրատեսակներից մեկը, ոտրի կգամ կմաքրեմ, ցիստե ես կգամ կնստեմ կմաքրեմ, ես առայժմ ամանները լվանամ, ուրեմն այս մսաղացը չվերցրեցի, որովհետև խմորեղենի միջուկը պետք է պատրաստեմ, միջուկն էլ պոպոկով, խուրմայով և մանդարինով, կոճերը հանենք, ուրեմն միջուկի մեջ լցնում եմ խուրմա, այնքան համով է լինում այս միջուկով, մանդարին յուրահատուկ համ է տալիս, պոպոկ, կտենաք լավ, կարող ենք նաև չիրել աղալ, օրինակ սալորա չիր, մանդարին էլ, մանդարին, յուրահատուկ համ, և վերջ, միջուկը պատրաստեմ ու տեսեք ահագին էլ մանդարին լցրեցի, այդ ամբողջ բերած խուրման, սալորա չիր, պոպոկն էլ այսքան մնաց, սեպոյով և դե կարշումը պարտադիր լավաշով են ուտում, լավաշով, բայց դե մենք էլ չոր լավաշ չունենք, չորով փրթում են, փափուկով ուտում, դե ինչ անենք, մեր համար լավաշ, Աշոտի համար մատնաքաշ, այս էլ մեր լավաշը, ընձի շատ, ընձի քիչ, արի ասա, ում է իշքան, ահա, հիմա հերթը հասավ, որ խմորեղենը թխեմ, մի փոքր ալյուր սինիի մեջ լցնեմ,
ու խմորը օհակին ժամանակ մնացել է, կես ժամից ավել։ Հյուրեր ունենք, կարշը մկերանք և խմորն էլ լավ հասունացա, մի հատ նայեք, ինչ լավ փափուկ է։ Այս խմորը պետք է փոքր գնդիկների վերածեմ, որ միջուկը դնեմ թխեմ։ Բանան ենք ասում, բանանի տեսք եմ տալու, փոքր գնդերից ինչ փոփուկ լավ խմոր է, շատ լավ։ Առանց շաքարավազ, առանց ձու, ընտիր խմոր։ Տեսնես քանի գունդ կլինի։ Մի փոքր։ Եթե իհարկե ճիշտ հաշվեցի, չխառնեցի, ինչևից է, քանակը էական չէ, որակն է կարևոր և համը։ Այս գնդերը կարելի է այստեղ դնել, մի փոքր, ինձ թվում է չի էլ կպնի, լավ խմոր է։ Բացում եմ, մի փոքրիկ միջուկ, բերում եմ իրար վրա, ինչ լավ խմոր է, կպնում է, սենց։ Այս կարը վերևի մասից եմ անում ու իրեն այսպես երկարացնում, բանանի տեսք ենք տալի։ Վերևից ենք դնում, որ չբացվի, թափվի, իհարկե, հուսանք, որ չի թափվի։ Վերջ։ Ու հերթով շարենք այստեղ։ Հերթականությամբ բացում ենք։ Աստված ջան, մենակ չբացվի, չբացվի, նման է բանանի, ասեք տեսնեմ, նման է բանանի, իհարկե։ Չհերիքեց միջուկը, պանիր կդնեմ, մեկը ինքը քաղցր խմոր չի, խաչապուրու պես կթխվի։ Ամեն ինչի ճարն էլ մարդ գտնում է։ Ջեռոցը վառեմ նոր։ Վառենք, ինքան է աման հովոքվեց։ Ես շաքարի փոշի սարքել ու լցրել էի ամանի մեջ, բայց որ ամանի ես լիմոննաղա, այդ սոդանա, էսա, եթե չէ նորից կսարքեմ, չէ բայց սարքել եմ ես, ուրեմ դրել, հարցը դա է, հա հիշեցի, ահա, սա էլ շաքարի փոշին, և գնաց, Տեր Աստված հաջողություն, այստեղ էլ խոզի միս եմ հանել սարցախցիկից, խմորեղենից վերջացնեմ, համեմեմ
աղով, կարմիր բիբարով, կանաչիներով, երևի կարտոֆիլով ջեռոց կդնենք։ Եվ հանում ենք, ինքը պետք չի, որ շատ կարմրի, շատ լավ է եղել։ Վրան էլ շաքարի փոշի կլցնեմ, լավ է, չի բացվել։ Ինտեր եղել է։ Եվ արդեն պատրաստի ես դրել եմ, սրանք էլ հիմա կուղարկեմ ջեռոց, այն մնացածն էլ ուզում եմ պանիր կա, փոքրիկ խաչապուրիներ անել, մեկը այս խմորը ինքը շաքարավազ չի պարունակում իր մեջ։ Սենց։ Շատ պետք չի կարմրի, ոս դնենք, որ շաքարի փոշին ցանեմ, որն է ճիշտ, սառին նոր ցանեմ շաքարի փոշին, թե տաք, որ ցանում եմ, լցնեմ, ինձ թվում է ինքը կհալվի, մի երկուսի վրա փորձենք, տեսնենք կհալվի, թե կմնա, քաղցր լինի, ես քաղցրից գիտեք, խուսափում եմ, չեմ սիրում քաղցր, լավ եղավ, չէ, քերիչով մի քիչ ես դեղին գույնի պանիր անցկացրեցի ու մեկ էլ սովորական պանիր եմ հեսա խառնում, գիտեք, չէ, ես ինչքան անհամբեր եմ, ուզում եմ տեսնել ոնց է եղել, տակ, չսպասեցի ու կտրեցի, կլորիկ տարբերակով բացում եմ, կլոր, մի լավ առատ պանիր եմ լցնում, այսպես բերենք իրար վրա, կարևորը գիտեք, որ ինքը չբացվեց, այն էլ ոնց է է, հատ նայեք, արդեն յուղաթուղթը փոխեցի, ես խաչապուրիները, այնպես անեմ, որ մի անգամից թխվի, 1, 2, հենց 3 գունդ էլ մնաց, այսպես երկար էլ արեցի, որ տեղավորվի, 3 հատը երկարուկ, պարտադիր ձվի դեղնուց, որ լավ կարմրի խաչապուրին, Եվ ինչ սիրելի հետևորդներ, այսքանից հետո ինձ ինչ եք գնահատում այսօր կիրակի օրով 10 բալ, ինձ սովետի 5 կդնեք, ես ես բալային համակարգի հետ չեմ համակերպում, սովետի 5, Եվ վերջես էլ խաչապուրիները, տեսեք նույն խմորով ինչ ստացվեց, պրծա, այս դե ինչ պրծա, նոր է սկսվում, ես ինչ խառնվեց այստեղ, Պես է սարքել։ Հա, շատ համով է,
Եվ վլոգը դիտելուց շատ հեշտ է թվում, չէ, որ վայ արագ սարքեց, պատրաստեց, բայց միշտ էլ ասել եմ, այն մի կողմը նայեք ինչ դժվարություններ, ինչ բարդություններ են ինձ սպասում եւ այն գովազդի նման հիմա ես ցույց եմ տալիս եւ ինչ եմ ասում եմ նայեք աղջիկներ ջան, տեսեք ինչքան աման է ինձ սպասում։ Այդ խաչապուրին հանեմ ու դրանք արագ լվանամ։ Էլի ինչ եմ ասում եմ նայեք աղջիկներ ջան, տեսեք խաչապուրին էլ է պատրաստ։ Կարմրաթուշիկ եւ լավ, ինչ լավ եղավ, հավասար լավ է վեց, շատ լավ է։ Նույնիսկ Լիլիթը կարող է իր հետ դպրոց տանել, վաղը բուֆետից չօգտվել իրան, կարող է օգտվի իր մամայի պատրաստած խաչապուրիներից։ Սրանեն նեղանենք, այստեղ մի հատին էլ փայլուն կարմիր խմորը, տեսակ ինչ լցրեցի, ինչքան ընտիր խմոր է լինում, համ կարող եք քաղցրով պատրաստել, համ էլ խաչապուրի, կարմիր խաչապուրիներ։ Եվ սպասում եմ ձեր լայքերին, սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք, լայքեք, որպեսզի դիտեք էլ ավելի հետաքրքիր վլոգներ։